Փաստաբաններ նախախնդրեմ ներկայացնել, թե ՄԱԿ-ի փոխագետներից ինչ ակնկալիքներ ունեք եւ ինչ ձևաչափով եք նախ գործը ներկայացրել 18 դատարկ արդարների գործը եւ ինչ հիմնավորումներով, որ այն քաղաքական հետապնդում է եւ եթե ՄԱԿ-ի փոխագետները իրենց գնահատականը ներկայացնեն հօգուտ Սրբազան հոր եւ մյուսների, ապա Հայաստանին այստեղ ինչ սանկցիաներ է, ինչ պատիժներ է սպասվում, ընդհանրապես իրավական ձևաչափով կխնդրեմ նշեք, թե ինչի հետ մենք գործ ունենք եւ Սրբազան հայր ձեզ եւս հարց ունեն ուղղված, այսօր դուք մեծ ուրախությամբ շնորհավորեցիք հայոց հայրապետի ծննդյան օրը, բայց ընդամենը մեկ շաբաթ անց նա մեղադրյալի կարգավիճակով կրկին դատարանում է լինելու, ես կխնդրեմ ձեր անձնական ապտուները ներկայացնել որպես հոգևոր գործի, այսպես ասած, ինչ ապրումներ եք ունենում եւ նաեւ նույն ուրախությամբ, կարելի է ասել նույն ուրախությամբ ներկայացրեցիք ձեր բանտային կյանքից, արդյոք պատրաստվում եք այդ տարիների մասին լիք գրել հետագայում շնորհակալ։ Թող կարևոր թեմաներից խոսեն։ Ինչ ակնկալիքներ ունենք, ինչ հետևանք կարող է ունենալ ՄԱԿ-ի փորձագիտական համայնքի կարծիքը։ Ուրեմն տեսեք, ՄԱԿ-ի փորձագետները իրենք մարդու իրավունքների բարձր հանձնակատարի ներքո գտնվող անկախ փորձագետներ են, որոնք հիմնականում ներգրավում են ոլորտում շատ բարձր հեղինակություն ունեցող ակադեմիկոսներ, այսինքն գիտական աշխատողներ, որոնք որպես իրենց համար մասնագիտական կարիերայի բարձրակետն է այս կամ այն թեմայով լինել հատուկ զեկուցող, իրենք շատ սպეციფიկ ոլորտների մասնագետներն են։ Որպես այդպիսին, թեև իրենք գործում են ՄԱԿ-ի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնակցի իրավունքների համատեքստում, բայց իրենց մեխանիզմները ավելի շատ գնահատողական են, քան որևէ պարտադրող եւ փոխհատուցման տրամաբանությամբ, որպեսզի համեմատական անցկացնենք օրինակ Եվրոպայի խորհրդի կառույցների հետ, իդեմս մարդու իրավունքների եվրոպական դատարանի, որտեղ ընթացակարգ բաների մեխանիզմները շատ ավելի գործուն են իրենց տեսակով, որտեղ կա ընթացակարգ, շատ խիստ դատարանում պետք է ամբողջը սպառես, բոլոր ներպետական միջոցները, հետո դիմես դատարան, միեդը ընդունի վարույթ, մի 10 տարի քննի, հետո որոշի, որ խախտում կա եւ չկա եւ որպես որոշում կայացնի, օրինակ պարտավորվեք այս իրավախախտման զոհերին փոխհատուցում տալ եւ մի հատ էլ նախարարների խորհրդով վերահսկի, թե արդյոք այդ փոխհատուցումները տրվեց, թե չտրվեց եւ դրա չտրման պարագայում արդեն նախարարների կոմիտեն որոշումներ կայացնի սանկցիաների համար։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այս մի ռեգիոնալ միջոցը ինքը թեև ավելի ռեալ մեխանիզմներ ունի, բայց շատ երկար է տևում։ Այսինքն իհարկե այդ էլ կսպառենք, երբ որ կունենանք համապատասխան ակտեր, այդ ճանապարհով ենք գնալու։ Եվ կա ՄԱԿ-ի այսպես գործիքակազմը, որը անկախ, այսինքն իր ֆորմատով ավելի բաց է հաղորդակցության համար, հենց խախտում է եղավ, պետք չի, որ օրինակ մարդկանց սպանեն, անդամահատեն եւ այլն, բռնություն կիրառեն, դու բոլոր ատյանները սպառես, որ կարողանաս դիմես ՄԱԿ-ի փորձագետներին, դիմում ես իրենց եւ իրենք գնահատում են, կոմունիկացիա են սկսում ամեն մի պարտավորության մասով եւ վերջում իրավաչափության գնահատականը տալիս են իրենց տարեկան ամփոփիչ զեկույցում։ Իրենք բնականաբար շատ հեղինակավոր, այսինքն ունեն ռեպուտացիոն վնաս կոնկրետ երկրի եւ դրա ժողովրդավարության ինդեքսների համար, որովհետեւ նաեւ ՄԱԿ-ի համար կարծում կարեւոր ազդակ ա եղել մերեն հղումները, որ սրա մասին ահազանգել են այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպես Human Rights Watch-ն են, Amnesty International-ն են եւ այդպես շարունակ։ Ինչպես է եղել, որ մենք դիմել ենք շատ պարզ ձևաչափով։ Եղել է մոտավորապես 3 ֆայլ ուղարկած։ Առաջին ֆայլը դա նամակն է եղել միայն, ես այստեղ էլի եմ ուզում շեշտեմ, այն հատուկ զեկուցողին, որը մասնագիտացած է հակաահաբեկչական պայքարի գծով։ Մենք տվել ենք, ասել ենք, հարգելի պարոն Սոուլ, ձեզ ուզում ենք մի հարց ուղղել
կից կներկայացնենք զեկույցը, թե ինչ է տեղի ունեցել սրբազան պայքարի ձևով, խնդրում ենք սա ուսումնասիրեք եւ ասեք, ինչքանով է նորմալ միջազգային ստանդարտներին համապատասխան այս իրավիճակը գնահատել ահաբեկչության նախապատրաստություն։ Միայն այս հարցն ենք տվել, խնդրում ենք տվեք մասնագիտական կարծիք դրա մասին։ Կցել ենք քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի զեկույցը անարդարադատությունը Հայաստանում 2025 թվական մայիս-սեպտեմբեր այդ զեկույցը, որի մի մեծ բաժինը նվիրված է սրբազան պայքարի 18 արդարների գործի այդ նախապատմության այդ շոուներին, որ ծխերը վերցրել են սրբազանի կեցավարից, ներկայացրել են որպես ահաբեկչության գործիք, մեկել են ցնորված են փաստաթուղթը, որ չգիտենք որտեղից է գրած, ասում եմ մտեք Թուրքիա 100-ից 150,000 գերի վերցրեք։ Այդ փաստաթղթերը թարգմանել ենք անգլերեն, նաև են տխրահրճակ պլանը ահաբեկչության, որ Ալեն Սիմոնյանն իր էջում հրապարակել էր, բառացի առանց ալարելու, տրտնջալու, թարգմանել ենք անգլերեն, կցել ենք նաև այդ զեկույցին եւ ասել ենք, խնդրում ենք ուղղակի արձանագրեք, սա ահաբեկչություն է միջազգայինորեն, թե մենք ենք գժվել։ Եվ այս ամեն ինչի համատեքստում պարոն Սոուլը իր աշխատակազմով նայել է, ասել է, «Տո ինչի միայն ահաբեկչության հետ պրոբլեմ ունի այս ամեն ինչը։ Այս ամեն ինչը եւ հավաքների ազատության հետ խնդիր ունի, եւ կրոնական ազատության հետ խնդիր ունի, եւ կամայական ազատազրկման հետ խնդիր ունի, եւ դատական համակարգի անկախության հետ խնդիր ունի, եւ այսպես շան, եւ ներառել է մյուս բոլոր այդ հարցերով հատուկ զեկուցողներին, մանդատագիրներին, որպեսզի իրենք համատեղ ամեն մեկը իրենց հուզող հարցերը տան եւ ստանան պատասխաններ, որպեսզի ամեն մեկը իր մասով կարողանա արձանագրում կատարի իրավունքների խախտման մասին։ Չեմ կարող ասել, կարծում եմ ամեն մեկի տարեկան պետք է հետևենք, էլի, որովհետև մեր համար էլ է նոր այս գործիքակազմը, վերջնաժամկետների մասին չեմ կարող ասել։ Եթե այստեղ Հայաստանում դատարանը ներկայացնի եւ սրբազան հորը մեղադրի անճանաչի, դուք ունեք կոնկրետ հակափաստարկ, որը կփոշիացնի այդ մեղադրանքները։ Մեղադրող կողմը չունի փաստարկ, չունի որևէ վերաբերելի ապացույց, մենք չպետք է ապացուցենք, որ դա ահաբեկություն է։ Իրանք են չեղած տեղից գունավոր ծխերից բխեցնում ահաբեկչության մեղադրանք եւ ոչ թե մենք։ Երեք դուք ապացույցներից մեկը տեսաք, այն ֆիլմը, որ ցուցադրում էին։ Մենք շատ հրաշք ֆիլմ էին ցուցադրում դատարանում, չտեսաք առաջին սերիան, այդ մեծ սեզոնի, այսպես կոչված առաջին սերիան էր։ Անիմաստության գագաթ, քննիչների աշխատանքը չտեսաք։ Խնդրում եմ, պարոն Խուդոյանը լավ վերաբերմունք, պարոն Խուդոյանը շատ լավ մեկնաբանություն վերաբերմունք է տվել եւ ընդհանրապես դատարանում էլ ուղղակի զավեշտի գագաթն էր դա։ Հիմա թե այդ ֆիլմերը ցույց են տալիս, որպեսզի մերժեն մեղադրանքը, թե ցույց են տալիս հաստատելու համար, դա արդեն չգիտեմ զավեշտի որ ծայրին են գտնվելու։